Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ երբ խոսում ենք ամենաառաջին արձանագրումը որ պետք է անենք Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են որ ինչ որ լուծումներ պետք է գտնենք եւ փնտրենք եւ գտնենք բայց չեն արվել Մենք ինչ ենք անում հիմա մենք Զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը. Հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը երկրորդ process-ը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք որ ճանապարհով որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք եւ երրորդ խնդիրը որը դրվել է նաեւ գործընկերների արչեւ այն է որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի այսպես ասած վերամշակման նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք Պարոն դուք իրավապանելին եք մեր հրդեհի հետ կապված ինչ նորություն կարող եք ասել ով է դիտավորյալ Ես գիտեմ որ process-ը ընթանում տարբեր մարդիկ հարցակ քննվել են ուզում եմ ասել նաև շատ կարևոր է արձանագրել թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process-ը տեղի ունեցել առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը երկրորդ երկու օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում որ շուտով ինչ որ բան է տեղի ունենալու եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավական խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Այո, կան, վստահորեն կան։ Ահա քաղաքապետ մի հարցեր է, ճապոնական ընկերություն կա ժամանակ 2010 թվականին ընկերություն կար ճապոնական, որը եկավ մասնակիցների դրեց, հիմա գնաց, այդ գործերը ինչ է ինչ կա, բացահայտվել ինչ գնաց, ով խոչընդոտեց, որովհետև արհեստական խոչընդոտներ Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր եւ դա ընդամենը մի օրինակ է թե ինչպես կարող է աշխատել։ Շատ կարևոր օրինակ է, բայց ամեն դեպքում այդ մանրամասները թե ինչի գնաց, ինչի չեղավ եւ մնացյալը ես կդժվարանամ ասել։ Դե տեսեք, ես որ ասում եմ, որպեսզի հասկանանք Այս աղբի, այսպես ասած, չգիտեմ ինչ կոչեմ դա, բայց ամեն դեպքում այնտեղ ունեցել ենք պրոցեսներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանս են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։